Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին վարկածները ծավալուն էին, պաշտոնական հաղորդագրությունը ոչ, ինչն էր օրակարգում առանցքայինը։ Հուլիսի 1-ից դեպի Վրաստան եւ հակառակուղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթուղթ կպահանջվի, ում է վերաբերում նոր փոփոխությունը։ Պայքարելու ենք, գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանական թիմի միջոցով հայտարարությամբ է հանդես եկել։ Իսրայել-Իրան հակամարտությունը սրվում է, Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, Իրանը պատասխանել է զանգվածային հրթիռակոծությամբ։ Կրթությունը տարեցտարի թանկարժեք բեռ է դառնում բազմաթիվ ընտանիքների համար, ինչու է թանկանում այն եւ արդյոք ազդում է ուսման որակի վրա։ Կան խարգելիչ կանոններ, որոնց պետք է հետևել ճանապարհորդությունից առաջ, վտանգներ, որոնք կարող են խաթարել ամառային հանգիստը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Երեկ այս ժամերին հայ հասարակությունը սպասում էր նորության Փաշինյան-Էրդողան հանդիպումից, նախնական քննարկումները, վարկածները ծավալուն էին, բայց պաշտոնական հաղորդագրությունը ոչ։ Փորձագիտական շրջանակը քննարկում է ինչն էր օրակարգում առանցքայինը եւ արդյունքում ինչ հաջողվեց ստանալ։ Տիգրանուհի Կուրղինյանի անդրադարձը։ Հայ հասարակության սպասելիքները մեծ էին, ինչ լուրեր կգան Ստամբուլից, Փաշինյան-Էրդողան հանդիպումից։ Սովորական հերթական այց չէր, բայց հանդիպմանը հաջորդած հայտարարությունը խիստ սեղմ էր, ձևակերպումները զուսպ դիվանագիտական, առանցքային նորություններ կարծես չկան։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը, անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Ու չնայած պաշտոնական հայտարարության վերջում մեկտող կա ընդամենը, թե կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ, ամեն դեպքում թուրքագետը կարծում է Փաշինյանի այցի առաջին կարևոր նպատակը հենց հայ-ադրբեջանական գործում նշանակալի հաջողության հասնելն էր, ինչը փորձագետի կարծիքով չի հաջողվել։ Ինքը գնացել էր Էրդողանի մոտ, որ խնդրե, որ ինչ-որ միջնոտ դառնա, որ այս պայմանագիրը կարճ ժամկետում ընդունվի։ Սակայն Ալիևը ընդունելու նպատակ չունի, որովհետև չի ստորագրելու Ալիևը, որովհետև իրեն պետք չէ։ Բոլորին պետք է, բայց Ալիևին պետք չէ։ Պետք չէ իրեն, սակայն Իրանից կախված է, ինքը փորձում է առավելագույն շահ ստանա դրանից։ Իդեպ Թուրքիայի հայերի հետ հանդիպմանն էլ տարբեր քաղաքական հարցեր են քննարկվել։ Ներկաներից մեկի հարցին, թե Թուրքիայի նպատակը մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, որի համատեքստում Զանգեզուրի միջանցքի բացումն է, Փաշինյանը պատասխանել է, թե Զանգեզուրի միջանցք չի լինելու է խաղաղության խաչմերուկ։ Այս բանի հայության, այս բանը մեր բոլորից, վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, անիքի, վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում։ Ասում ենք ինչ եք ուզում։ Ասում են ուզում ենք գնանք բան։ Արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք։ Ինչու՞մն է խնդրեմը։ Չնայած Փաշինյանի այս համոզմանը թուրքագետը պնդում է, թուրանական ծրագիրը թուրքական աշխարհում լիովին այլ կերպ են պատկերացնում եւ այդ պատկերացումները բացարձակ կապ չունեն հայկական շահի հետ։ Թուրանի ծրագրի մեջ Հայաստան գոյություն չունի։ Հայաստան պիտի չլինի Թուրանի ծրագրի մեջ։ Նախքան Փաշինյանը կմեկներ Թուրքիա, հայկական շրջանակներում ամենատարբեր քննարկումներն էին, ինչ արդյունքների սպասել։ Հայ-թուրքական սահմանի բացումից մինչև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների նախանշում կանխատեսումները շատ էին, բայց ըստ պաշտոնական հաղորդագրության չարտարացավ դրանցից եւ ոչ մեկը։ Իսկ փորձագիտական շրջանակները կարծում են, որ Էրդողանը զգուշավոր դիվանագիտությամբ է զբաղված։ Տարածաշրջանում անորոշ վիճակ է, կտրուկ որոշումներ կայացնել նա չի շտապում։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Հուլիսի 1-ից Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակուղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է, ուղևորների ցուցակի առկայությամբ այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Վրաստանում ստուգումներ են իրականացվելու նաեւ ճանապարհներին, իսկ թե ում է կոնկրետ վերաբերում նոր փոփոխությունը, Նայիրի Մուրադյանի ռեպորտաժում։
Հայաստանից Վրաստան մեկնել ցանկացողների համար նոր խստացումներ կլինեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է հաղորդագրություն տարածել, որ հուլիսի 1-ից Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրով Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը պարտադիր պետք է լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Այն վերաբերում է կոմերցիոն փոխադրմանը, ոչ թե օրինակ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնողներին։ Նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն, դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվի։ Այնուամենայնիվ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է ընտանիքի անդամներով, ընկերներով Վրաստան մեկնողներին իրենց հետ ունենալ ուղևորների ցանկի հսկիչ փաստաթուղթ։ Վրաստանում տեսչական մարմինները ստուգումներ են իրականացնում նաեւ ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել եւս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներկայացնում։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, թեթև մարդատար մեքենաներին այդ կարգավորումը չի վերաբերում։ Ընդհանրապես Հայաստանից Վրաստան մեկնող մեր քաղաքացիները առանց այդ էլ խոչընդոտներ են ունենում Վրաստանի սահմանը հատելիս։ Փաստաթղթերի առկայությունը ստուգելու գործընթացը շատ ավելի երկար է տևում։ Վրաստանի քաղաքացիների դեպքում կարելի ասել նմանատիպ խնդիրներ գրեթե չեն ստեղծվում հայկական կողմում։ Իրանք մեզ մոտ մտնելուց ոչ մի խնդիր չունեն, հանգիստ գալիս են, եթե իրանք վարչություններ են անում ու դրանով պիտի խոչընդոտեն դեպի Վրաստան մեր տուրիզմը, իսկ դա իրանց համար փոքր նշանակություն չունի, բավականին մեծ նշանակություն ունի, մի քիչ իրանց մտածելու բանն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, թե այդ կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին։ Դրանց վերականգնվելուց հետո վերահսկողությունը չէր խստացվել։ Այդ հարցը կոմիտեում քննարկվելու է, մենք մեր գործընկեր տրանսպորտային ծառայություններ մատուցողների ասոցիացիան, տուրիզմի հայկական ֆեդերացիան կոմիտեում նստելու ենք եւ նաեւ տարածքային կառավարման նախարարության մաս լինելու այդ հարցերը մի հատ քննարկելու ենք։ Մեզ մոտ էլ ասենք ունենք օրենսդրություն, որը ժամանակի ընթացքում փոփոխություն կարիք ազգում կամ նոր ինչ որ ընդունված բան է լինում, որը էլի նորից տեսնում են խնդրահարույցա, քննարկում են, լուծում են առաջարկում, խնդիրը լուծվում է։ Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը Վրաստան է գործողելու էկոնոմիկայի նախարարին եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Պաշտոնյաները Թբիլիսի կմեկնեն երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։ Տևական ժամանակ է Վրաստանի սահմանին հայկական կոնյակի տարանցման խնդիրներ են առաջանում։ Բեռնատարները երբեմն շաբաթներով սպասում են, որ վրացական կողմը թույլ տա հատել սահմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանական թիմի միջոցով հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. Ինչ չհաջողվեց ներկա իշխանություններին, իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ տիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո։ Փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում եւ վերջապես իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը, ու սնանք փաստարկները դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր, բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու, պայքարելու ենք։ Մյուս թեմաները քիչ անց։ Իսրայել-Իրան հակամարտությունը սրվում է, Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, Իրանը պատասխանել է զանգվածային հրթիռակոծությամբ։ Կրթությունը տարեցտարի թանկարժեք բեռ է դառնում բազմաթիվ ընտանիքների համար, ինչու է թանկանում այն եւ արդյոք ազդում է ուսման որակի վրա։ Կան խարգելիչ կանոններ, որոնց պետք է հետևել ճանապարհորդությունից առաջ, վտանգներ, որոնք կարող են խաթարել ամառային հանգիստը։ Շարունակենք թողարկումը։
Իսրայել-Իրան հակամարտությունը սրվում է։ Ցախալը հրթիռակոծել է Թեհրան, Սպահան, Թավրիզ, Շիրազ և Քերմանշահ քաղաքները։ Խոցվել են ռազմական օբյեկտներ, այդ թվում հրթիռների արտադրությամբ զբաղվող։ Հարվածների թիրախում են հայտնվել Թեհրանի հիվանդանոցներից մեկն ու միջուկային հետազոտությունների կենտրոնակայանը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է Իրանի Արաքի միջուկային ռեակտորի վնասման և ճառագայթային վթարի վտանգի փաստը։ Գործակալությունից հաստատել են նաև, որ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկի պահին Իրանը միջուկային զենքի ստեղծմամբ չի զբաղվել։ Իսրայելական բանակը հարձակվել է նաև Աշուրա ուսումնական կենտրոնի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, թիրախավորելով Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել։ Մակրոնի խոսքով Փեզեշքյանի հետ զրույցում նա հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ իր կառավարությունը պարտավոր է հստակ երաշխիքներ տալ իր մտադրությունների խաղաղ բնույթի վերաբերյալ։ Համոզված եմ, որ կա հակամարտության սրացումից խուսափելու և ավելի լուրջ սպառնալիքներ կանխելու միջոց։ Այդ նպատակով Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները կարագացնեն Իրանի հետ բանակցությունները։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը։ Շիրակի մարզի խնամքի հաստատությունում արձանագրված երեխայի մահը մեծ հնչեղություն ստացավ թե մասնագիտական շրջանակներում, թե հասարակական լայն շերտերում։ Մասնագետները բարձրաձայնում են խնամքի համակարգի խոցելի կողմերի մասին, ընդգծելով նման հաստատություններում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ու բժշկական խնամքը պետք է լինի լիարժեք, մշտական ու վերահսկելի։ Սոցցանցերում ակտիվ քննարկումները փաստում են, որ հանրությունը պահանջում է թափանցիկություն, արդարություն և իրական պատասխանատվություն։ Երեխան, որը հայտնվել է պետության խնամքի ներքո, հոգեբանական առումով արդեն իսկ խոցելի է։ Նման երեխաները որպես կանոն ունենում են յուրահատուկ պատմություններ, անհատական կարիքներ, հաճախ բարդ հոգեբանական վերքեր։ Նախօրեին մամուլում հայտնված Շիրակի մարզի խնամքի հաստատություններից մեկում գրանցված 1 տարեկան երեխայի մահվան դեպքը հանրային մտահոգության շարժառիթ դարձավ, մեկ անգամ ևս ընդգծելով հարցի կարևորությունը, որքանով են պաշտպանված այն երեխաները, որոնք ճակատագրի բերումով հայտնվում են խնամքի հաստատություններում։ Մանկատանը երեխան չի կարող ստանալ բավարար չափով սեր, ջերմություն, ուշադրություն, անհատական մոտեցում, խորը կապվածություններ մեկ մարդու հետ, չէ՞ որ տանը մեծացող երեխան զգում է անվերապահորեն սեր ծնողի կողմից, ինքն ընդունում ամբողջական։ Այդ ամենը բացակայում է մանկատան երեխայի պարագայում։ Հայաստանում գործում են հիմնականում 2 տեսակի հաստատություններ՝ ընդհանուր և մասնագիտացված։ Ընդհանուր խնամքի կենտրոններում տեղավորում են սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին, մասնագիտացված հաստատություններում առողջական խնդիրներ ունեցողներին։ Գյումրու կենտրոնը, որտեղ արձանագրվել էր երեխայի մահը, հենց այս երկրորդ խմբին պատկանող հաստատություններից է։ 1 տարեկան երեխայի մոտ գրանցվել է կենսաբանական մահ։ Մասնագետները նշում են, այստեղ տեղափոխվում են այնպիսի երեխաներ, որոնք հաճախ ինքնուրույն չեն կարողանում սնվել կամ շարժվել։ Գյումրին գիտեք ինչ ծանր դեպքեր են։ Երեխաներ, որ ինքնախնամք չունեն, երեխաներ, որ սիստեմայի ամիացված այդ երեխաներին ու տալը չեն կարող իրանց խողովակով են կերակում, այնտեղ բավականին լուրջ բարդ դեպքեր, ավելի թեթև կա, թեթևացած թեթև հաշվանդամություն, թեթև խնդիր։ Դա էլ թեթև չի, հա, բայց շատ ծանր խնդիրներով երեխաներ կան այնտեղ։ Խնամքի հաստատության ներսում երեխայի մահը ենթադրում է քրեական ընթացակարգ, սակայն հարկ է հասկանալ դեպքը գրանցվել է երեխայի առողջական խնդիրների, թե այլ հանգամանքների արդյունքում։ Իրավական արձագանքը պարտադիր չի, որ հանգեցնի պատասխանատվության։ Իրավական արձագանքը դա տեղեկացնելն է իրավասու մարմիններին եւ բժիշկներին, որից հետո արդեն ուսումնասիրվում է տեղի ունեցել բնական մահ, թե մահը տեղի ունեցել ինչ-որ մի հանցավոր արարքների հետևանքով։ Մասնագետների դիտարկմամբ խնամքի հաստատություններում երեխաների կյանքը պետք է վերահսկվի հստակ չափանիշներով։ Սնունդ, հագուստ, կահույք, մասնագիտացված բուժօգնություն, ամեն ինչ պետք է համապատասխանի սահմանված նորմերին։ Իհարկե այնտեղ կան որոշակի առանձնահատկություններ կապված երեխաների առանձնահատկություններով, օրինակ եթե երեխան ունի առողջական խնդիր, ապա փոխվում է նաև սննդակարգը։ Եթե երեխան ունի խնամքի հատուկ պայմաններ, ապա ավելանում են մասնագետների քանակը, ովքեր որ պետք է աշխատեն այդ երեխաների հետ, օրինակ տրամադրեն որոշակի հատուկ թերապիայի ծառայություններ եւ այլն։
Մանկատանը մեծացած երեխաները էմոցիոնալ առումով շատ հաճախ տարբերվում են ընտանիքում մեծացած երեխաներից։ Հոգեբանները պնդում են, անհատական կապի բացակայությունը խորը հուզական հետևանքներ է թողնում։ Որպես խնդրի լուծման մեխանիզմ ոլորտի փորձագետները առաջարկում են, որ երեխաները գտնվեն խնամատար ընտանիքներում ծնողական խնամքի ներքո։ Բնականաբար, այս դեպքում արդեն խնամքի կենտրոններում նման դեպքեր տեղի չեն ունենա։ Մասնագետները պնդում են, հաստատություններում երկարաժամկետ խնամքը պետք է փոխարինվի ընտանեկան միջավայրով։ Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ UNICEF-ի տեսանկյունից հաստատություններում խնամքի իրականացումը ինքը չի դիտվում որպես երեխայի լավագույն շահերից բխող խնամքի ձև եւ ցանկալի է երեխաներին տեղափոխել այլ խնամքի պայմաններ, օրինակ խնամատար ընտանիք, խնամակալություն, իսկ եթե առանց ծնողական խնամքի մնացած երեխայի տրամաբանական է որդեգրում։ Մասնագետները միաբերան պնդում են խնամքի մոդելը ընտանեկան մոդելով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Հենց այստեղից է գալիս այն ընկալումը, որ մանկատան երեխաների նկատմամբ պետք է լինել առավել ուշադիր, ցուցաբերել ավելի հոգատար մոտեցում։ Երեխան պետության խնամքի տակ չէ միայն փաստաթղթերով։ Նա հասարակության ամենախոցելի շերտի ներկայացուցիչն է, որի կյանքը եւ իրավունքները պետք է լինեն առավելագույնս պաշտպանված։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։ Կրթությունը որպես երկրի զարգացման հիմնասյուն տարեց-տարի թանկարժեք բեռ է դառնում բազմաթիվ ընտանիքների համար։ Վերջին զարգացումները վկայում են, որ թե պետական, թե մասնավոր կրթական համակարգերում ուսման վարձերը բարձրացել են, իսկ կրթության հասանելիությունը հատկապես սոցիալապես խոցելի խավերի համար դարձել է ավելի սահմանափակ։ Ինչու է թանկանում կրթությունը եւ ինչ ազդեցություն է այն թողնում սովորողների ու նրանց ընտանիքների վրա, Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Թանկանում է կրթությունը Հայաստանում ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարի նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ մեր երկրում կրթությունը թանկացել է 7.8%-ով, ընդ որում բոլոր ամիսների կտրվածքով նույն գնաճը պահպանվել է։ Ոլորտի փորձագետները վարձավճարների ավելացումները պայմանավորում են արտաքին տնտեսական գործոններով։ Պարտադիր չի, որ դա հենց այս վերջին ամիսների կամ մի տարվա հետևանք լինի։ Կարող է դպրոցներ լինեն, որոնք 2-3 տարի դիմացել են ու չեն բարձրացել գները, բայց հիմա հասկացել են, որ էլ չեն կարող։ Ես առհասարակ կարծում եմ, որ կրթությունը պետք է լինի անվճար, ես կգերադասեի գերմանական կամ սկանդինավյան մոտեցում այդ ոլորտում։ Տնտեսությունը պետք է ֆինանսավորի կրթությանը։ Ուրիշ ելք չկա, ցանկացած զարգացած երկրում ճանապարհը դա է։ Ամենաթանկը ակտուալ եւ շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, բիզնեսի կառավարման նոր մոդելներ, բժշկություն եւ իրավագիտություն։ Այս մասնագիտությունների վարձավճարները տատանվում են 800-ից 900.000 դրամի սահմաններում։ Օրինակ Երևանի պետական համալսարանում 950.000 դրամ արժե միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող դառնալը, իսկ որքանով է այս աստղաբաշխական գինը համապատասխանում կրթության բովանդակությանը։ Ոնց են որոշել, ասենք օրինակ, որ միջազգային հարաբերությունները ինքը ասենք ավելի բարձր պահանջարկ ունի։ Բոլորը այն ժամանակներով են մտածում, որ ասենք միջազգային հարաբերությունները իրավաբանական լավը հատմիկ լեզուն էլ բանիվ են, օբյեկտիվ, որ իրենց գլխի մեջ դնեն իսկապես մտածեն ինչի համար է դա պետք, ասենք ինչ աշխատաշուկայում ինչ փոփոխություն կա, ինչ գներ են պատտվում աշխատավարձի հետ կապված բանի, ու դրա համար որոշում կա, ասենք չկա տենց բան։ Կրթության փորձագետը համամիտ է, որ որակյալ կրթության համար արժե թանկ վճարել, բայց միայն այն դեպքում, երբ այն կդառնա մրցունակ կրթության մոդել։ Ընդհանրապես մեր Հայաստանի կրթությունը որևէ կերպ չի համապատասխանում որևէ ստանդարտների, այսինքն այն խնդիրները, որ ինքը պետք է լուծի, չի լուծում։ Մենք չունենք որևէ կրթական հաստատություն այս պայմանությամբ։ Այն դա մանկապարտեզից սկսած դպրոցով բուհով, որ ես հանգիստ խրճով կարող եմ ասեմ այստեղ տարեք ու ամեն ինչ լավ կլինի։ Մեր ժողովուրդը սովոր չի որակի համար գնալ բուհեր։ Մեզ մոտ ծնողներ ուղարկում են երեխաներին բուհեր դիպլոմի համար, ոչ թե որակի համար։ Այսինքն դուք համարեք, որ դա դիպլոմի գինն է, ոչ թե կրթության։ Երկրորդ կուրսում դու արդեն տեսնում ես, որ ուսանողների մեծ մասը պատրաստում է լրիվ ուրիշ ուղղությամբ գնալ։ Երեխաները այդ 19-20 տարեկանում հայտնվում են հոգեբանական բեռի տակ, հասկացել են, որ այս մասնագիտությունը իրենցը չի ընդհանրապես, բայց չեն կարողանում կտրուկ ինչ-որ բան փոխել, որովհետև ոնց կլինի ծնողները այդքան փող են մեր վրա ծախսել։ Մասնագետները շեշտում են, եթե գների բարձրացմանը զուգահեռ չապահովվի կրթության որակի բարձրացում, ապա դա կարող է հանգեցնել բուհերի դատարկմանը, ինչպես նաև ուսանողների արտահոսքի, մասնավորապես դեպի արտասահմանյան կրթական հաստատություններ, ինչն արդեն քիչ թե շատ տեսանելի է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Այսօր նշվում է բուժաշխատողի օրը, այն մարդկանց օրը, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնած են մարդու կյանքի եւ առողջության պահպանման առաջնագծում։ Բժիշկների, բուժքույրերի, շտապօգնության աշխատակիցների եւ առողջապահական համակարգի ներկայացուցիչների աշխատանքն անգնահատելի է։ Իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանն է տոնը նշանավորել բժիշկներից մեկի հետ զրույցով, փորձելով պարզել, թե ինչ կանխարգելիչ կանոնների պետք է հետևել հանգստի մեկնելուց առաջ։ Շոքին օրգանիզմը միանգամից չի հարմարվում, ջերմակարգավորման համակարգը խառնվում է, հետևապես օրերը տաքանում են, միաժամանակ բժիշկների ծանրաբեռնվածությունն է ավելանում։ Կարող է արտահայտվել ծխախոտներով, ճնշման տատանումներով, հետևաբար ուշադիր պետք է լինել սիրտանոթային, շնչառական, երիկամային, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, նաև հղիները, մեծահասակները եւ մանկահասակ երեխաները։ Ամռան այս ամիսներին հանգստի մեկնողներն էլ շատ են, բայց որ վաստակած հանգիստը հետո անհանգստության պատճառ չդառնա ու տարբեր երկրներից տարբեր հիվանդություններով տուն չդառնաք, բժիշկների հորդորն են։ Նախապես իմացեք ուղղությունը, որ բռնել եք, ինչ ռիսկեր ունի, այդ երկրում, քաղաքում ինչ վարակներ կան տարածված, կանխարգելիչ դեղ խմեք կամ պատվաստվեք։ Այս տեղեկությունն ի դեպ փոխանցում են եւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ հիվանդությունների վերահսկման կենտրոնից։ Եթե հանգիստը տեղի ունենում բնության գրկում, հիմնական վտանգը դա միջատների սողունների խայթոցներն են եւ դրանցից ի հայտ եկող խնդիրները՝ քոր, այտուց, ալերգիա, որպեսզի պաշտպանված կանգնես, անհրաժեշտ է օգտագործել միջատապաշտպան քսուկներ, մեզ հետ ունենալ հակալերգիկ դեղորայք։ Եթե հանգիստը կազմակերպում ենք ծովափնյա երկրներում ուլտրամանշակագույն ճառագայթման ինդեքսը բավականին բարձր է։ Հետևաբար արևարյուկից, արևահարությունից պաշտպանված լինելու համար պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հակառակ կողմից մեր տարածաշրջան եկողներին էլ օրինակ աշխարհի ամենատարբեր կետերում հորդորում են կատաղության, կարմրուկի, հեպատիտ A, B-ի դեմ պատվաստված գալ։ Հայաստանի հետ կապված հատուկ նկատառում էլ ունեն։ Նշում են, մեր երկրում տրանսպորտն այնքան էլ անվտանգ չէ։ Զգուշավորության կոչ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։